Ընդամենը մի պարզ պատճառով, որ Իրանի անվտանգության ծառայությունները մինչև այդ գործողության իրականացումը այն բոլոր մարդիկ, ովքեր որ ներգրաված էին այդ գործողության մեջ, մի գիշերվա ընթացքում հավաքեցին բոլորին։ Եվ ձախողվեց այդ բանը, եւ չհասավ նրան, որ Միացյալ Նահանգների կամ Իսրայելի հատուկ ջոկատայինները ներս մտնեն եւ տանը։ Դրա համար իրենք սկսեցին լայնամասշտաբ ռմբակոծություններ եւ արդեն թիրախները խփել Պարսկաստանում, այդ թվում ռազմական բարձրաստիճան ղեկավարությանը։ Կներեք։ Իրենք նույն մեթոդաբանությունը հիմա են ուզում կիրառեն, այն ժամանակ իրենց հաշվարկը հետեւյալն էր, որ իրենք կմտնեն արագ կվերցնեն եւ կգնան ու դրանից հետո խժդժություններ կսկսի եւ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն։ Քանի որ նա տեղի չունեցավ, հիմա իրենք փորձում են այս զինյալ միավորումների միջոցով, որոնց թիվը իմիջիայլոց շատ չի, ասենք այն ինչը որ իրենք ցույց են տալիս, հազիվ մի քանի հազար մարդու մակարդակի չափի հասնող բան է, եւ խաղաղ ցուցարարները, ովքեր որ իրավացի ունեն դժգոհություն տնտեսական ճգնաժամի եւ մնացած հարցերի վերաբերյալ, արհեստական բանականության միջոցով դրանց վրա ձայներ են դնում ի հակառակ իշխանությունների։ Եվ իրենք խաղաղ ցույց են տալիս, թե իբր հսկայական զանգված դուրս է եկել, տնտեսական